Պարոն Ստեփանյան, Իրան-Իսրայել պատերազմը նոր փուլ թևակողեց, այն բանից հետո, երբ Ամերիկան անմիջական մասնակցություն ցուցաբերեց, դուք ինչ դիտարկումներ ունեք այս պահի դրությամբ, Թրամփը փաստորեն իր նախապես նշած 2 շաբաթին էլ չսպասեց։ Ընդհանրապես որևէ կանխատեսում անելը միշտ համարվել է եւ համարվում է անշնորհակալ գործ։ Հիմա Իրան-Իսրայել պատերազմում եւ անձամբ Դոնալդ Թրամփի պահվածքի մասով կանխատեսումը երկակի կամ եռակի անշնորհակալ գործ է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Թրամփը ասում է մեկ բան, իսկ անում է այլ բան, շատ դեպքերում 180 աստիճան հակառակ գործողությունների է դիմում, այնպես որ ես անձամբ չեմ կարող հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք լսվում են, առաջին հերթին ԱՄՆ-ից, իսկ այդ հայտարարությունները բազմաթիվ են եւ շատ դեպքերում հակասական են, փորձել որևէ եզրահանգման գալ։ Այս պահին որքան սցենար կա Իրանի շուրջ, այդ բոլոր սցենարները ունեն հավանականություն իրականանալ։ Ես չեմ չափազանցնում, որովհետև իրավիճակը այսպիսինն է։ Ընդհանրապես Թրամփը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագիրը ոչնչացվել է, հետո պարզվել է, որ չի ոչնչացվել։ Հետո պարզվել է, որ այդ 3 բունկերներում չի եղել միջուկային հարստացված ուրան։ Ըստ այդմ ես կարծում եմ, որ պատերազմը միակ բանը, որը ես կարող եմ ասել, պատերազմը շատ երկար է լինելու, այսինքն ստե շաբաթների հարց չի, օրերի հարց չի։ Իրանը շարունակելու է հարվածներ հասցնել Իսրայելին, Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել Իրանին, Օրմուզի նեղուցի մասով չեմ կարծում, որ կա նույնիսկ այս պահին կա հստակություն, որովհետև նախ Իրանը այդ 2 հիմնական ֆարվատերը Իրանի տարածքում չէ, որտեղով որ նավերը անցնում են, դա Օմանի տարածքում է։ Ես այստեղ որոշակի վերապահումներ ունեմ, թե որքանով է Իրանը կարող այդ Օրմուզի նեղուցքը փակել, բայց կարծում եմ մեծ ցանկության դեպքում նրանք կարող են գնալ այդ ճանապարհով, բայց դա բերելու է շատ մեծ ռեպուտացիոն ռիսկերին Իրանի համար, առաջին հերթին մուսուլմանական աշխարհում, արաբական աշխարհում։ Եվ եթե այս պահին օրինակ Սաուդյան Արաբիան Իսրայելի կամ ԱՄՆ-ի դեմ որոշակի հայտարարություններ է անում յոթ Իրանի, այդ դեպքում արդեն չի անելու։ Սա միակ բանն է, որը կարելի է այս պահին կանխատեսել, որովհետև ես նորից եմ ասում, բոլոր հայտարարությունները հակասական են եւ այդ հայտարարությունների հիման վրա որևէ վերլուծություն անելը անշնորհակալ գործ է։ Ոչ սցենարն է, որ Հայաստանի համար մինիմալ ռիսկեր կպարունակի ձեր կարծիքով կա, ընդհանրապես այդպիսի սցենար։ Եթե Իրանում շատ կարճ ժամանակում իշխանափոխություն լինի։ Ավելի դեմոկրատական։ Այո, դա մեզ համար ուղղակի նվեր է լինելու, բայց շատ քիչ հավանականություն ունեցող սցենար է դա։ Պարոն Ստեփանյան, մի կողմից փաստորեն Իրան, որի աջակիցը Ռուսաստանն է, կարծես առողջին այս րոպեներին մեր հարցազրույցի ընթացքում Պուտինի հետ էր հանդիպում, որոշակի հայտարարություններ եղան։ Մի կողմից Իսրայելին աջակցում է ԱՄՆ-ն եւ կարծես Եվրոպան ամբողջությամբ։ Այս բալանսի մեջ Իրանը ինչքանով հնարավորություններ ունի, եթե չկան մեծ աջակիցներ։ Գիտեք, Ռուսաստանը Իրանին լավագույն դեպքում կարող է ցուցադրել բարոյական աջակցություն։ Ռուսաստանն այս պահին այն երկիրը չէ, որը որ ռեսուրսներ ունի, որպեսզի մտնի պատերազմի մեջ, օրինակ ԱՄՆ-ի կամ Իսրայելի դեմ։ Եթե այդ աջակցությունը լինելու է բարոյական, ես չեմ կարծում, որ մենք կարող ենք խոսել ինչ-որ բալանսի մասին, որովհետև միանշանակ այս պահին ուժը Իսրայելի կողմն է, որովհետև ԱՄՆ-ն շարունակում է պաշտպանել Իսրայելին։ Ես անձամբ պարոն Արաքչիի տեղը սպասելիքներ Ռուսաստանից չի ունենա։ Իսկ Հայաստանը ինչ կարող է անել ձեր կարծիքով այս պահին, ինչ որ անելիքներ կան, բացի չեզոքություն պահպանելուց, լռելուց գուցե նաև։ Չեզոքությունը ամենաճիշտ բանն է այս պահին, որովհետև մենք չգիտենք, թե ես նորից եմ ասում, մենք չգիտենք սցենարը ինչպես է զարգանալու։ Բազմաթիվ սցենարներ կան, ընդհուպ միջև Իրանի մասնատում, Իրանը կարող է շարունակել գոյատևել որպես պետություն, այաթոլլաների ռեժիմը կարող է փլուզվել, կարող է մնալ, չկա հավանական որևէ սցենար, եւ ես անձամբ չեմ վերցնի իմ վրա այդպիսի խիզախություն, որպեսզի որևէ սցենարը նշեմ որպես հավանական։ Այս պահին ամեն ինչ հնարավոր է, հետեւաբար մեր ամենաճիշտ դիրքորոշումը կլինի չեզոքությունը։ Իսկ կա այնպիսի սցենար, որի դեպքում օրինակ Իրանը կզիջի իր դիրքերը միջանցքի հարցում։ Եթե լինի ցամաքային օպերացիա, ինչի հավանականությունը շատ ցածր է, սա կարելի է նշել, Իրանը մասնատվի, Իրանը պարտվի պատերազմում, հետևաբար այդ ժամանակ հնարավոր է, բայց այս պահին այդպիսի նախադրյալներ ես չեմ տեսնում անձամբ։ Ձեր նշած դեմոկրատական ուժերը կփոխեն իրենց դիրքորոշումը այդ հարցում, եթե փոխվում է
իշխանությունը։ Եթե Իրանում կան դեմոկրատական ուժեր, որոնց ետևում կանգնած է լինելու ԱՄՆ-ն, նույնիսկ այդ դիրքորոշման փոփոխությունը մեզ համար վնաս չի կրելու, որովհետև այդ դեպքում մենք արդեն խոսելու ենք շատ ֆանտաստիկ սցենար է այս պահին միջին միջանցքի մասին, որը իրականում ձեռնտու է նաև մեզ։ Այսինքն մենք չենք քննարկելու Զանգեզուրի միջանցք, մենք քննարկելու ենք միջին միջանցք։ Եվ այդ միջին միջանցքը լինելու է այդ թվում նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ եւ հովանավորությամբ։ Սա մեզ համար վատ տարբերակ չէ։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում էր օրերս, այնտեղ հանդիպումներ եղան նաև Էրդողանի հետ։ Ձեր կարծիքով բացի հայ-թուրքականից նաև այս հարցում պայմանավորվածություններ, խոսակցություններ Որ հարցում միջանցքի մասով։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ որևէ պայմանավորվածություն հենց այդպիսի ձևակերպմամբ միջանցքի հարցում։ Քննարկվել է եւ դա միանշանակ է կոմունիկացիաների վերաբացում, այն ինչ մենք ասում ենք եւ ամերիկացիները ասում են միջին միջանցք, ես նորից եմ ասում, մեզ դա պետք է, մեզ դա ձեռնտու է, այնքան ինչքան դա պետք է օրինակ Թուրքիային, ԱՄՆ-ին, Չինաստանին կամ Ադրբեջանին, հա, կամ չգիտեմ, այլ դերակատարին, դա ձեռնտու չէ մեծ հաշվով Ռուսաստանին, Ռուսաստանն է հիմնական դերակատարը, որին դա պետք չէ, եւ Ադրբեջանը այստեղ խաղում է Ռուսաստանի հետ։ Այնպես որ միանշանակ քննարկումներ եղել են, բայց ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է այդ հարցում զիջումների գնալ, որովհետև մեզ համար ես սա բազմիցս եմ նշել եւ հիմա էլ եմ նշում, մեզ համար սա նշանակում է ինքնիշխանության կորուստ։ Ձեր կարծիքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացումը նաեւ որոշակի պետք լինի, բացի Հայաստանից նաեւ։ Ես երբեք դա չեմ բացառել եւ հիմա էլ չեմ բացառում։ Այս պահին շահկապված է հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարի հետ եւ ես չեմ կարծում, որ Թուրքիան կգնա այդ բացմանը միջև մենք այդ խաղաղությունը հաստատենք, այսինքն մեկը մյուսի հետ է շահկապված, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրության հավանականությունը դեռ բացառված չի, այդ հավանականությունը կա եւ այստեղ նորից ամեն ինչ կապված է արդեն ճնշումից Ադրբեջանի վրա, թե Ալիևը որքան կկարողանա այդ ճնշմանը դիմադրել, թե Իրանում փոփոխություններ կլինեն, թե չեն լինի, հիմա խաղը շատ է բարդացել եւ որևէ կանխատեսում արդեն շատ դժվար է անել, նույնիսկ այդ ժամկետների մասով։ Օրերից մի օր բացվելու է հայ-թուրքական սահմանը, սա մեզ համար անայլընտրանք է եւ կարծում եմ Թուրքիայի համար էլ անայլընտրանք, բայց երբ է դա լինելու, այս բանը հնարավոր չէ ասել։ Ընդհանուր այցը ինչպես եք գնահատում։ Մեզ շատ մանրամասներ հայտնի չեն, բայց հաշվի առնելով դժգոհությունները նաեւ Հայաստանի ներսում այցի հետ կապված, ինչպես կբնորոշեք։ Ես այսպես կասեմ, ինձ էլ հայտնի չի, այն ինչ որ մենք լսել ենք Թուրքիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետից, դա տեղեկատվություն չի, որի հիման վրա կարելի է վերլուծել, բայց ես ասեմ այսպես. միայն այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Թուրքիա, որ Հայաստանը վարում է Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ եւ քննարկումներ, մեզ համար դրական է։ Ինչու՞։ Որովհետեւ միջև այս պահը այդ բանակցությունները Հայաստանի մասին վարել են ուրիշները։ Անձամբ Էրդողանը վարել է այդ բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ։ Սա մեզ համար եղել է կատաստրոֆա, ինքը բերել է կատաստրոֆիկ վերջնարդյունքի եւ 20 թվականի պատերազմը եւ 23 թվականի Ղարաբաղի կործանումը եղել է թուրք-ռուսական բանակցությունների վերջնարդյունքում, որտեղ Հայաստանը եւ հայկական կողմը ներկայացված չէ։ Հետևաբար այն, որ այսօր Հայաստանը վարում է Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ ամենաբարձր մակարդակով, ես կարծում եմ միայն այդ փաստը կարելի է գնահատել դրական։ Ես նորից եմ ասում, բանակցությունների մասին ես որևէ տեղեկատվություն չունեմ։ Պարոն Ստեփանյան, իսկ մեր հասարակությունը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններին, Թուրքիայի հետ քայլ առաջ անելուն, օրինակ ինչպես կբնութագրեք այն իրավիճակը, որ Հայաստանի ներսում է ստեղծվում ամեն անգամ, երբ Թուրքիայի ուղղությամբ թեկուզ մի խոսակցություն է լինում։ Ես կարծում եմ մեր հասարակությունը իրականում պատրաստ է, հաշվի առնելով, որ մեր հասարակության որոշակի հատված շարունակում է հանգստանալ Անտալիայում, շարունակում է գնալ Ստամբուլ եւ այնտեղից ինչ-որ շոր գերել, վաճառել այստեղ, մեր խանութներում կան թուրքական ապրանքներ, մենք շարունակում ենք հագնել թուրքական շորեր, ես կարծում եմ մենք դրան պատրաստ ենք եւ այն մարդիկ, ովքեր ասում են, որ մենք պատրաստ չեն, այդ մարդիկ ուղղակի երկերեսանի են, նրանք ես նույնիսկ չեմ էլ վստահել չեմ, որ այդ նույն մարդիկ Անտալիա չեն գնում։ Ես երբեք Թուրքիայում չեմ հանգստացել, ես եղել եմ մի անգամ Թուրքիայում որպես պատվիրակության անդամ, հա, այսինքն եղել է գործնական, ես երբեք չեմ գնացել, այսինքն հանգստանամ, բայց
կան մարդիկ, ես ասում եմ նորից, որոնք գնում են եւ հանգստանում են Թուրքիայում հիմա։ Այնպես որ եթե մենք խոսում ենք բարոյա հոգեբանական մակարդակով, ես վստահեցնում եմ ձեզ, որ մեր հասարակությունը դրան պատրաստ է։ Ուղղակի սա մի ձև է ցույց տալու, որ մենք ամենահայրենասերն ենք, մենք Հռոմի պապից կաթոլիկ ենք, երբ որ իրականում դա մեղմ ասած այդպես չէ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։